Հավատալ դու ինձ փորձիր Կամ ինձնից դու հեռացիր Չեմ ուզում լսել անմիտ խոսքերդ նորից Հոգնեցրել է ինձ արդեն Քարոզներդ և գիտեմ Փախչելով քեզնից պրծում է կոչ ունեմ Վարդը իմ լեզուն ու սուր է Ես մտքեր ունեմ որ հուր է Այցելեք Երևան Պոկեր այսօր Պոկերի առաջին հայկական ակումբը ինտերնետում Երևան Պոկեր Մենք փնտրում և պատրաստում ենք հաղթողների Անորոշ կյանքի պահերը շատ ու շատ է Մտածում եմ ես արդեն Տարբերվում ենք մենք գիտենք Այն փաստը, որ ձեր գործունեությունը ծավալվում է Հայաստանից դուրս Քանի որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս ու քանի որ ինքս էլ փոփոխությունների սիրահար եմ Այնտեղ էլ ունենք շատ լավ երաժիշտներ, որոնց հետ ցանկացա աշխատել եւ այնպես ստացվեց, որ ծավալվեց գործունեությունս այնտեղ։ Ինչի համար ես ուրախ եմ, որովհետեւ յուրահատուկ փոփոխություններ դա եւ գեղեցիկ երանգներով հագեցած։ Այսինքն թե երաժշտական, թե իմ հետ կապված շատ բաներին ավելի մոտ, սկսած շոու բիզնեսից եւ առհասարակ ամեն ինչից, որոնք շատ հետաքրքիր դպրոց են յուրաքանչյուր մարդու համար, հատկապես այն մարդկանց, ովքեր արվեստի բնագավառում են։ Ունեք առաջարկներ ընդեղի ստուդիաներից կամ ինչ-որ ֆիրմաներից, որ համագործակցեք ու արդեն մտնեք ընդեղի ասպարեզ։ Ինձ այս հարցերի տվել են, ասեմ, որ իմ համար ինքնանպատակ չէ դա, բայց ունեմ առաջարկ մի հատ խոշոր կամպանիայի համար, որը աշխարհում շատ հայտնի է, ստեղծել մի երգ, որը որ կներկայացվի իրենց դատին։ Դեռևս իմ M-Back երկրորդ ձայնասկավառակը դեռևս ավարտված չէր, իսկ քանի որ ես սիրում եմ մի գործ ավարտել, հետո անցնել մյուսին, այդպես էլ պետք է անեի։ Այսինքն արդեն ավարտվել է CD-ի այդ բոլոր տեսակի աշխատանքները, վերադառնալուն պես արդեն կմտածեմ այն մյուս հրավերի մասին։ Լսելով ձայնասկավառակը նկատել եմ, որ մի երգը գրել է մեր մայստրո Օրբելյանը։ Ինչպես է ստացվել ձեր համագործակցությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրում, բոլորից գիտենք, մայստրոն, եւ մի երգ ինքը բավականին ես երբ որ փոքր եմ եղել, ինքը արդեն ինձ ճանաչել է 15 տարեկանից եւ ասել է, որ այս երեխան շատ մեծ ապագա է ունենալու, եւ երբ որ մենք Ամերիկայում հանդիպեցինք, ինքը ինձ հիշեցրեց, որ ասում է, «Փաստորեն ես չսխալվեցի», ինչի համար ես շատ շնորհակալ եմ, դա այդ Սայաթնովա փառատոններ ամենամյա կազմակերպված, որտեղ ինքը ինձ տեսել էր, կարծեմ ժյուրիի կազմում էր։ 15 տարեկանում ես ճանաչվեցի տարվա լավագույն կատարող ու շատ մեծ երգիչների կողքին վայելեցի այդ փառքը, որը մի փոքր վտանգավոր էր այդ տարիքի համար, բայց անցողիկ եղավ, փառկաստում։ Ինչը նկատել էր նաև Օրբելյանը, մենք այնտեղ հանդիպեցինք, ստեղծվեց մեր աշխատանքային տեսահոլովակը եւ այդ երգը, որը ես շատ սիրում եմ, եւ որը ես դրեցի այս CD-ի մեջ, իհարկե բոլոր այդ երգերը, որտեղ հնչեցին, բացի Սայաթնովան, ես նաև ունեմ Սայաթնովայի պապուրի, եթե տեղյակ եք, գիտեք, այդ երգն էր, որ միայն ավելի հին էր 2008 թվականի, բայց ես շատ հարգում եմ մայստրոին եւ կան այդ երգին շատ սիրողներ, ես որոշեցի, որ այն պետք է տեղ գտնի նաև իմ ձայնասկավառակում։ Լինելով հիմա Հայաստանից հեռու, ինչպես ես դրսից գնահատում մեր հիմիկվա շոու բիզնեսի վիճակը։ Գիտեք ինչ, եւ էլի այս հարցը ինձ էլի հնչեցրել եմ, ես ասել եմ, որ ես այդ մարդը չեմ, որը որ պետք է ինչ-որ բաներ ասի։ Եթե ես ինքս կկարողանամ ինչ-որ մի բան փոխել, նշանակում է ես բավականին այսպես իմ քայլերի վրա վստահ եւ բավականին այսպես ուժեղ աղջիկ եմ։ Եթե կկարողանամ դա կատարել, կանեմ, եթե կքննադատեն, թող քննադատեն ուրիշները, բայց ես ինչ որ բաներ խոսեմ մեր էստրադայի մասին, մի քիչ ավելի ճիշտ չի լինի։ Դրանք թող անեն այն մարդիկ, ովքեր մեր ասպարեզից դուրս են։ Լսելով ձայնասկավառակը նկատել եմ, որ գրեթե բոլոր երգերի հեղինակը դուք եք։ Դա նոր է սկսվել ձեզ մոտ այդ շրջանը երգ գրելու, թե միշտ եք գրում։ Շատ վաղուց ես արդեն գիտեի, որ ես կարող եմ եւ ստեղծագործել եւ
թե երաժշտությունը, թե բառերը, բայց այսպես միշտ ծուլություն եմ արել եւ վստահ եմ իմ ընկերներին, ովքեր որ ինձ համար երգեր են գրել եւ որոնք մինչեւ հիմա էլ հնչում են կան իմ երգացանկում, բայց երբ որ Ամերիկայում էի, արդեն մի պահ եկավ, որ այսպես ես նեղության մեջ հայտնվեցի ինչ առումով, որ կան երգեր, որ ուզում էի երգերը երգեի, բայց ոչ մեկ չէր գրում այդ տիպի երգեր։ Հետո ես հասկացա, որ ես պետք է ինչ-որ մի բան անեմ։ Արեցի դոկտորը վելյուզ եմ ասել, որ ես ինձ երգահան չեմ համարում, չէ, կներես կոմպոզիտոր։ Երգահան միգուցե որը գրում է ինձ համար, որտեղ հիմա կա չէ տենց ով երգագրում, ասում են կոմպոզիտոր, ես ինչ է։ Ես համեստ եմ այդ առումով ինձ համարում եւ երբևիցե չեմ ուզում որ այդ տիտղոսը ինձ զուգորդի։ Ես երգեր եմ գրում, որոնք ինձ հարմար են։ Գրում եք միայն ձեզ համար, թե կարող եք գրել ձեր ընկերների համար կամ։ Չէ, գրում եմ ինձ համար, եթե կտեսնեմ, որ կլինի ավելի հարմար երգ, որը որ իմ ընկերներից կխնդրեն, միգուցե կմտածեմ իրենց տալու ուղղությամբ, բայց դեռևս այդպիսի բան չկա, որովհետև հիմա ինձ մոտ փոքր սպառված վիճակ է, որովհետև այդ բոլոր երգերը ծնվել են 4 ամսում եւ պատրաստվել են 4 ամսում, այսինքն մի հատ ուժեր այսպես պարգևեց ինձ ինչ որ ես պետք է անեի ու հիմա մի փոքր այսպես հանգստի շրջան է, հետո կլինի տենց բան թե չէ չգիտեմ, բայց հաստատ նույնպես որ դեռևս մուսա չկա։ Կպատմեք ինչով եք զբաղվում Ամերիկայում, կան ինչ-որ մրցույթներ, համերգներ, ինչին եք մասնակցել, շատ քիչ է այստեղ լուսաբանվում։ Ես ուրեմն ասեմ այսպեսի մի բան, քանի որ ես մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել եղել եմ այստեղ եւ ավելի շատ ինչ-որ կատարվել է այստեղ լուսաբանվել է իմ հետ կապված, հիմա մի փոքր շեշտադրություն ավելի դրված է Սփյուռքի հանդիսատեսի վրա, որովհետեւ կան այնտեղ մարդիկ, ովքեր ինձ շատ սիրում են եւ ես հիմա ավելի հասանելի եմ այնտեղ։ Մասնակցում եմ հատուկ կետ կազմակերպված բարեգործական համերգներին, որոնք շատ ավելի բարձր հովանու ներքո են կատարվում եւ ավելի այսպես donation-ա կոչվում կամ օրինակ բիզնեսմեն եւ բիզնեսվումեն տարվա, դրանք մեծ փառատոնատիպի բաներ են ամեն տարի, որոնք Լոս Անջելեսում կատարվում են եւ շնորհվում են մեր հայերին, ովքեր որ այնտեղ գործունեություն են ծավալում։ Ես մասնակցում եմ նմանատիպ համերգների, կարող եմ այսպես ասել, բայց այնտեղ շատ համերգներ կազմակերպվում, ես ուղղակի մասնակցություն չեմ ունենում, զուտ, այսինքն կան նաև ֆինանս եւ այլն, իմ սկզբունքներս պահպանելով։ Ավելի շատ լինում եմ այնտեղերում, որտեղ որ ինձ պետք է որ ես լինեմ։ Իսկ փառատոններ այդ ուղղությամբ մտածում եմ, երբ որ հասնեմ Ամերիկա, կարծում եմ, որ ձեր կայքի միջոցով շատ բաներ լուսաբանվել է, դա էլ դրան էլ հերթ կհասնի։ Մի քանի հարց, որոնք ուղղել են ձեր երկրպագուները։ Վարդանը Սևանից հարցնում է, ինչու Աննի Կրիստին չի թողարկել տեսահոլովակ Հայրիկ Մայրիկ երգի վրա, շատ գեղեցիկ երգ է եւ վստահ եմ, որ հիթ կդառնար։ Ես ասեմ, որ շատ մարդիկ են սիրում այդ երգը եւ Անուն նրանն է, որ այս CD-ն, որ ես արեցի, ուղղվածությամբ մի փոքր այլ էր։ Կան շատ լավ երգեր, որոնք դուրս մնացին, այսինքն մեջտեղում հայտնվեցին, եւ ես տեսա, որ այդ տիպի երգեր շատ կան, պետք չէր նորից եւս մեկ անգամ կրկնվել։ Եվ այդ երգը կա YouTube-ում, կարծում եմ, որ ինքը լսել է այնտեղ, ներողություն եմ խնդրում, որ դեռևս պետք է բավարարվեն այնտեղից լսելով։ Նաեւ մի հարց ուղղել է Արտյոմը Երևանից։ Ինձ Աննի Կրիստի երգերը շատ են դուր գալիս, նրա երգացանկը շատ բազմաժանր է, դրանում է երևի նրա հաջողության գաղտնիքը։ Ես կցանկանայի տեղեկանալ, թե ինչպես ստացվեց համագործակցություն Հայկ Ղևոնդյանի հետ, ինչ իմանայի երգի շրջանակներում։ Շնորհակալություն այս հարցի համար։ Հայկոն էլի մեր շատ լավ ընկերներից է։ Ես զզվում եմ ուղղակիորեն առանց ամանչելու եմ ասում այս բառը, երբ որ մարդիկ սկսում են տարանջատել ժանրային, ուրեմն մարդկային, այսինքն ինձ համար առաջնային մարդկային գործոնն է, որ ասում են, չէ, մենք էստրադայում կամ ռաբիզ աշխարհում կամ ինձ համար այսպիսի բան չկա։ Ես յուրաքանչյուր աշխարհից ունեմ ընկերներ եւ որոնց հետ էլ համագործակցություն կա։ Հայկոյի հետ եղավ համագործակցությունը, այդ դուետը շատ մեծ հաջողություն ունեցավ, չնայած այն բանին, որ դա դեռևս ավարտված չէր, տարածվեց ավելի շուտ, այսպես պետք է ասեմ, բայց ինչի համար ես երբևիցե չեմ ված զգացել, որ դա այդպես սիրոյ ռուսները ասում են, շատ հուն վիճակում է
մատուցվել, որտեղ ինքը ունեցավ իր հաջողությունը։ Ես տեղյակ եմ, որ Հայկոն շատ երգում այդ երգը, նույնիսկ այն տեղերում, որտեղ որ ես չկամ, մենք երբևիցե դուետով դա ոչ միտեղ չենք երգել, որտեղ էլի իմ սկզբունքներից դուրս գալով, պարզապես արել եմ իմ հաճույքիս համար։ Եվ իմ երգացանկում էլ շատ երգեր կան, որոնք ես արել եմ իմ հաճույքի համար, եւ բոլորը քաջատեղյակ են, որ ես երբևիցե դա ֆինանս վաստակելու համար չեմ անում։ Մի քանի խոսքով կպատմեք մոտ ապագայի պլանների մասին։ Ես արդեն մի 3 օրից կմտնեմ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ ունեմ չավարտված գործեր եւ Աստված առաջ, երբ որ մենահամերգի հետ կապված գործունեությունս կավարտվի, արդեն իսկ ստեղծագործական եւ շատ ավելի կազմակերպչական։ Ես կվերադառնամ սեպտեմբերի մոտ եւ կլինի մենահամերգը։ Այդպես եւ մյուս այցս կլինի այդ ժամանակ։ Շնորհակալ ենք զրույցի համար եւ վերջում մեր ավանդույթ դարձած հարցին կցանկանաք Հայ-Ֆանատ կայքին եւ նրա այցելուներին։ Ձեր շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն, որ պարբերաբար լուսաբանում եք այն ամեն ինչը, ինչ որ կատարվում է ինձ հետ, նույնիսկ օվկիանոսից են կողմ։ Հայ-Ֆանատին ցանկանում եմ, որ միշտ ունենան շատ վառ հյուրեր, անկեղծ հյուրեր, ամենակարևորը եւ շատ գեղեցիկ եւ որակով երգեր ու տեսահոլովակներ տեղադրեն իրենց կայքում։ Ձեզ հավերժ եթեր, այս բայ։